Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-ից 25 աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետության Գդանսկ քաղաք, հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։ Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին։ Ուկրաինայի վերականգնման համաժողովը ամենամյա միջազգային հանդիպում է, որը կազմակերպվում է Ռուսաստանի Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքով երկրի վերականգնման ու վերակառուցման հարցերը քննարկելու համար։ Համաժողովին մասնակցում են Ուկրաինայի գործընկեր երկրներ, միջազգային կառույցներ, ֆինանսական հաստատություններ ու մասնավոր ընկերություններ։ Հայաստանը համաժողովին առաջին անգամ մասնակցել է 24 թվականին Բեռլինում փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությամբ։ Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանը կքննի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումներով գործերը նույն նիստում։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Միաժամանակ Հայաստան դաշինքը դիմում է ներկայացնելու Բարձր ատյան, որպեսզի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը նիստին ճանաչվի անհնարին կողմնակալության հիմքով։ Սաֆարյանը 21 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված էր Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի Արման Բաբաջանյանի հանուն Հանրապետության կուսակցությունը ևս դիմել է Սահմանադրական դատարան բողոքարկելու ընտրությունների արդյունքները, իսկ 21 թվականին Բաբաջանյանը Սաֆարյանի հետ նույն դաշինքում էր։ Հանուն Հանրապետության կուսակցությունը նույնպես դիմել էր Սահմանադրական դատարան վիճարկելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրության արդյունքները, բայց այս դեպքում մի փոքր այլ կոնտեքստում։ Ըստ կուսակցության հիմնավորման ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումների ծավալը ենթադրության առիթ է տալիս, որ այն ընտրողի կամքի վրա համակարգված ազդեցություն է ունեցել։ Ընտրակաշառքը ոտնձգություն է սահմանադրական կարգի նկատմամբ։ Ընտրակաշառքը հարված է քաղաքացու ազատ կամքին, ընտրական իրավունքի էությանն ու հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմությանը, նշված է կուսակցության հայտարարության մեջ։ Այս հարցը ըստ նրանց պետք է քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանում, եւ եթե ընտրական գործընթացի վրա ազդում են անհավասար պայմանները, կազմակերպված ճնշումները, խեղված մրցակցային միջավայրը, ֆինանսական ու վարչական անհամաչափ ազդեցությունները, տեղեկատվական հարձակումներն ու օտարազդեցության գործոնները, հարցականի տակ է դրվում ոչ միայն որևէ քաղաքական ուժի օգտին արձանագրված արդյունքը, այլև ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։ Իդեպ Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի քաղաքական 7 ուժերի դիմումների քննությանը։ Ըստ հրապարակված փաստաթղթի Վարդանյանի եւ Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանը անհնարին է, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն դատավարության կողմերի նկատմամբ։ Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից կառավարող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության Երևանի ավականու համանուն խմբակցության անդամ էր։ Մեկ այլ որոշմամբ Սահմանադրական դատարանն ուրբաթ մեկնարկող դատավարությանը որպես երրորդ անձ է ներգրավել այժմ կառավարող եւ ընտրություններում հաղթած քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Դատավարությանը հիմնական պատասխանող է նշանակվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հարակից պատասխաններով դատարանի առջև հանդես կգան դատախազության, ներքին գործերի նախարարության ու հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։ Վաղ իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել էր, թե իրավապահները Իշխան Սաղաթելյանի տուն են մտել ժամը 8:30-ի սահմաններում։ Նրա խոսքով իրեն եւ փաստաբան Սերգեյ Հարությունյանին թույլ չէին տալիս մտնել ներս։ Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանում քրեական վարույթի շրջանակում են կատարվում քննչական ու վարութային գործողություններ, հայտնում են քննչական կոմիտեից։ Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա մի քիչ ծիծաղելի հոդվածներով են եկել, ինչ որ վարույթի շրջանակներում խուզարկություն էին իրականացնում դահքի պահանջները չկատարելու ինչ որ անհասկանալի բանով լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարել է Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով այսօր վաղ առավոտյան իր տան խուզարկությանը։ Բավականին մեծ խմբով շենքը շրջափակել էին, ծիծաղելի է այս ամենը, առգրավեցին տան զարդերը, կանխիկ գումար։ Սա վերջին տարիներին հերթական ապօրինի հետապնդումն է, հերթական
ապօրինի գործընթացն է։ ԴՀԿ-ին ներգրավել են այս process-ի մեջ, ԴՀԿ-ն ինչ որ ապօրինի պահանջներ է ներկայացրել։ Այդ շրջանակներում դիմել ենք վարչական դատարան զուտիմ տարրական իրավունքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում շատ արագ դատախազությունը գործ է հարուցել, ուղարկել է քննչական, որ վարույթ նախաձեռնեն, ասել է Սաղաթելյանը, հավելելով, որ գործը նոր է հարուցվել վերջին մի քանի օրերին։ Իրենք ապօրինի պահանջ են ներկայացրել, չնայած մենք ասել ենք, որ այս ամենը ապօրինի է, հերթական քաղաքական հետապնդումն է, սակայն մենք նույնիսկ այս պայմաններում չենք հրաժարվել, փորձել ենք նամակագրություն իրականացնել, պարզաբանումներ պահանջել, ամեն անգամ չեն կարողացել մեր տված հարցերին պատասխանել, ասել է նա։ Այս պահին դեռ որևէ կարգավիճակ չունեմ, բայց կարծում եմ կունենամ, գուցե մեղադրյալի։ Այս պահին գործ է հարուցված, դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության, ինչպես ասում են, շնորհքով ներխուժել են օրենքի տառին համապատասխան, ասել է Սաղաթելյանը։ Բաքվում բողոքի նոտա է հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում որոշումը գնահատում են որպես անարդար, կողմնակալ ու միջազգային իրավունքի նորմերին հակասող, պնդելով, որ որոշման մեջ կիրառված ձևակերպումները հակասում են իրենց երկրի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխանությանը ու տարածքային ամբողջականությանը։ Ադրբեջանական կողմը մասնավորապես առարկել է փաստաթղթում Արցախի նրա պետական կառույցների պաշտպանության բանակի գլխավոր դատախազի եւ օմբուդսմենի հիշատակման դեմ։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 16 թվականին հայ զինծառայողին սպանելու ու խոշտանգելու ընտանիքի անդամներին տառապանք պատճառելու գործով Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել։ Միեդի վճռով Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում հայ զինծառայողի ընտանիքին պետք է վճարի 90,000 եվրո իրավունքների խախտման համար եւ 14,210 եվրո դատական ծախսերի համար։ Դիմումատուները նշել են, որ 16 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի հրադադարի կնքումից հետո հայկական կողմին փոխանցված մարմիններից մի քանիսը եղել են խոշտանգված հակառակորդի զինված ուժերի կողմից, բացակայել են գլուխները, ձեռքերը, ականջի բլթակները կամ մարմնի այլ մասեր։ Սպանված զինծառայողների ընտանիքի անդամները պնդել են, որ ադրբեջանցի զինվորները կտրել են ՀԹ-ի ձեռքերն ու գլուխը։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ուզում եմ դրադառնանք եւ սկսենք Իշխան Սաղաթելյանի տան խոզարկությունից, դուք լսեցիք արդեն նրան, սա հերթական քաղաքական ուրեմն հետապնդումն է, ուրեմն նա նշեց նաև, որ չի բացառում, որ ունի մեղադրյալի կարգավիճակ եւ որ այսօր գնալու է հարցաքննության, սա ամբողջությամբ ըստ էության ապօրինի է եւ քաղաքական հետապնդում է ուրեմն դիտարկվում։ Ինչ է տեղի ունենում, հասցրել եք արդյոք մանրամասներ իմանալ թե ոչ, թե սա այն խոստումների շրջանակում է, որ ուրեմն նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում եղան եւ դրանից հետո խորհրդարանի ամբիոնից հայտարարվեցին, որ այլևս ուրեմն փաստորեն ըստ էության ռադիկալ քայլերի ժամանակն է, համեցեք ինչ է կատարվում։ Մեկ անգամ չէ որ ասել ենք, որ հայտարարությունը, որ այսուհետ բոլոր այդ երագլուխը, պոչերը եւ դրանում ներգրաված մարդիկ օրենքի ողջ խստությամբ կրելու են իրենց արածների համար պատասխանատվություն, սա նրա համար չէ, որ մենք այդպես չենք հավանում իրենց անուն ազգանունները, նրանց արտաքին տեսքը կամ ընդհանրապես ասում ենք եւ գնում ենք ասացի հետեւից, այլ որովհետեւ շատ ակնհայտ է, որ այս մարդիկ տարբեր ուրեմն ապօրինությունների բերումով ապօրինի հարստացածներ են, տարբեր հանցագործություն գործածներ են եւ խուսափել են օրենքի այդ պատասխանատվությունից առաջ կրելուց։ Այնպես որ իսկ հիմա արդեն մեզ կարելի ասել հասարակությունը կարծում եմ նաև հասարակության հետ շփվելով մեզ վերջին շանս են տվել այն հեղափոխությունից հետո խոստացած պատասխանատվության բերելու այդ խոստման համար, այնպես որ մենք հիմա արդեն օրենքի ողջ խստությամբ այս մարդկանց պատասխանատվության ենք ենթարկելու։ Ինչ վերաբերում է կոնկրետ գործին, ես ավելին չգիտեմ, քան ձեր տված հաղորդագրությունը, ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին եւ
կարծում եմ, այո, հրավիրել են հարցաքննության, պետք է գնա հարցաքննության։ Իրավապահ համակարգի վրա կա քաղաքական ճնշում, իշխանության կողմից ճնշում, թե բացարձակ, ինչպես կարող ենք մենք ճնշել կամ ճնշող ենք լինում են հայտարարություններ, որին գիտեք, անմիջապես իրավապահ համակարգի գործողություններն են հաջորդում, քանիցս եղել են չէ վերջին տարիներին Տիկին Հակոբյան հնչել են հայտարարություններ, իրավապահները գնացել են։ Այո, քանիցս դուք մեզ նաև մեղադրել եք, որ ինչու են գործերն ուշանում, ով չգիտի, որ այս մարդիկ պետքա պատասխանատվության ենթարկվեն եւ ասել, որ այսօր պետքա չլիներ օրինակ իրավապահ համակարգի որևէ գործողություն, այլ վաղը չէ միսօրը, սա մի տեսակ չի համահունչ չէ ասածս մեղադրանքի հետ, էլի։ Այնպես որ երբ համապատասխան ինչ որ ապացույցներ են ունենում, մի ուրեմն մարմնից մյուս մարմին է գործը տեղափոխվում եւ շատ լավ է, որ նույն Իշխան Սաղաթելյանը գիտակցում է, որ ինքը միգուցե ունենա մեղադրյալի կարգավիճակ։ Ես ճիշտ ասած գործի մանրամասներին չեմ տիրապետում, չգիտեմ, բայց կտեսնենք ընթացքից ինչ է տեղի ունենում։ Երբ դուք նշում եք, որ հասարակությունը ըստ էության մեզ վերջին շանսն էլ տվել, այստեղ հետաքրքիր է օրինակ, գիտենք, որ հայտարարություններ են հնչել, անուններ են հնչել, մասնավորապես վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ կապված, գիտեք, նախընտրական քարոզարշավին կողքն եք եղել եւ նաեւ լսել եք, թե ինչ հայտարարություններ եւ խոստումներ էին, երբ նշում եք, որ ուրեմն ըստ էության սա վերջին շանսն է, ուզում եմ հիշեցնել վերջին միջնորդությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով Ռոբերտ Քոչարյանի մասով, որը բավարարվեց ի դեպ եւ հիմա Ռոբերտ Քոչարյանն է դատի տվել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հրավիրել է ասուլիս, ասում է, որ նախ ինքը պատրաստ է բանտ գնալու, որովհետեւ ինքը կգրի իր երկրորդ գիրքը, բայց նաեւ հիշեցնում է այդ 2004-ից 9 թվականների գործերի ուրեմն շրջանակում էր, հա, ուրեմն գործը, որի մասին խոսում ենք, եւ ոչ էլ մարտի 1-ին էր առնչվում։ Հիմա ուզում հասկանալ հնարավոր է, որ այս ամեն ինչը ասենց մեծ աղմուկ ստեղծի, աժիոտաժ, հասարակությունը ոգևորվի, մեկ էլ պարզվի, որ իրավական այնպիսի ամուր հիմքեր չկան, ուրեմն օրինակ նրան ազատությունից զրկելու եւ այլնի հետ կապված եւ հերթական աղմուկը գոլորշին լինի, որը կարճ ժամանակ անց կանցնի։ Ինչու չկան այդպիսի ուրեմն ամուր հիմքեր, ինքը Քոչարյանը հայտարարում է, որ սրանք վաղեմության ժամկետը սրանց արդեն անցած է։ Տեսեք, շատ հետաքրքիր է, որ ոչ թե ասում եմ ես մեղավոր եմ եւ այդ հայցերը, հա, հիմք չունեն, չի ասում, հա, չէ, գիտեք, Սաղապոլինի ասում է վաղեմության ժամկետի հետ կապված հարցեր է բարձրաձայնում, ինչը արդեն ապացուցում է նրա մեղավորությունը։ Մարտի 1-ի հետ կապված գիտեք, որ process-ներն ընթանում են, սա այլ դրվագով է, ոնց հասկանում եմ այս գործը, եւ ինչ վերաբերում է նրա գիրք գրելու, եթե այդքան ինքը չի վախենում բանտից, ապա ինչի էր փորձում ճողոպրել հենց ընտրություններից ժամեր անց, երբ որ իրենց աջակիցներին հրավիրել էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ ցույցի եւ իրենք տենց շատ արագ գործեր ունեին, գնում էին, հա, երրորդյա այցով, հինգօրյա այցով, այդ ուր էին գնում, հա, ամենակարևոր process-ները թողած ուր էին շտապում բոլոր այդ 3 կուսակցությունների։ Նկատի ունեք Նարեկ Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին եւ ժամեր անց, պատկերացնում եք, ժամեր անց, եթե տենց չէին վախում, կամ նրանց ամենամտերիմ մարդիկ տարբեր պաշտոնյաներ, ինչու են հիմա հետախուզման մեջ, նաեւ նրանց աջակցող հայտարարություններ անող տարբեր կուսակցությունների ղեկավարներ, իրենց շրջապատի, իրենց պոչուկներ, տարբեր կույրաղիքներ, ինչի են հիմա գտնվում փախուստի մեջ, այտենց վախեցող տղերք չեն։ Բա ինչ էին փախնում։ Այնց որ շատ լավ է, թող մտքերը հավաքի, որտեվ անխուսափելի է, որ նա կգտնվի բանտում, ապագայում եւ անպայման կգրի իր երկրորդ գիրքը։ Ինչու եք այդքան վստահ։ Տեսեք, ասում եք մենք որևէ ազդեցություն չունենք իրավապահ, թե որովհետև գիտեք այն բոլոր գործերը։ Ես չգիտեմ որևէ բան ավել, քան դուք, քան ցանկացած մեզ լսող քաղաքացի։ Ես ուղղակի ինչպես դուք եւ մեզ լսող ցանկացած քաղաքացի վստահ եմ նրա մեղավորության հետ կապված, այնպես որ վստահ եմ, որ պետք է ի վերջո օրինականությունը հաղթի եւ արդարությունը վերականգնվի։ Մենք մեկ անգամ չէ որ այստեղ խոսել ենք, ամենատարբեր նրա մեղքերից մենք մեկ անգամ չէ որ խոսել ենք ու մարդիկ զզվել են արդեն այս խոսակցությունից անընդհատ նրա դեմքը տեսնելիս։ Տեսակ ասում էր ասուլիսին, որ եթե դուք այն ռեսուրսները նյութական, վարչական, որ կիրառել եք, եթե կիրառած չլինեք, 40%-ից ավել ուրեմն ձայն չէիք ստանալու, որ
որ իրենք էին հաղթելու, դուք պարզապես այնքան այդ ուրեմն նյութական եւ վարչական ռեսուրսներ կիրառեցիք, որ խոչընդոտեցիք նրա իշխանության գալու հավանականությունը։ Նրա համար հարցական չէ, որ մենք 40% գոնե ունենք, այսինքն ասում եմ, նրանք պետք է 40-ից ավել չհավաքեն։ Վստահ եմ, որ հասարակության 40%-ը մեզ աջակցում է։ Իր համար հարցական էր շուրջ 10%-ը, որ մենք հավաքել ենք, նորմալ է, նա երբեք չի փայլել այդ բաները տրամաբանական մտածողությամբ, բայց իրեն չի հետաքրքրում իր կորցրած ձայները։ Այդ ոնց եղավ, որ ամենամեծ ընդդիմադիր ուժը այդ անընդհատ այդպես թմկահարում են, որ իրենք ամենամեծ ուժն են, չէ՞, ընդդիմադիր, դարձավ ամենափոքր ընդդիմադիր ուժ։ Այդ ոնց եղավ։ Թող այդ դրա մասին մտածեն, մեր քվեներից թող չխոսեն։ Մենք այն իր ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն ուժ լինելու ժամանակ հավաքել ենք, եղել ենք իշխանություն, հիմա հավաքել ենք ավելի շատ քվե, քան նախորդ անգամ, երբ որ ինքը էլի ամենամեծ ընդդիմադիր ուժն էր։ Հենց որ թող տենց տրամաբանություն է փնտրում, թող սենց քննարկի ու անպայման ինքնահայացմամբ զբաղվի ու հասկանա, թե ինչու նա դարձավ ամենափոքր խմբակը։ Իդեպ ԲՀԿ-ի մասով էլ ըստ էության ակնհայտ բոլոր այդ քաղաքական ուժերը եւ Հայաստան դաշինքը եւ Ուժեղ Հայաստանը տեսնում են կոնկրետ քաղաքական որոշում եւ ամեն կերպ ԲՀԿ-ին խորհրդարան չթողնելու վերաքվեարկության հետ կապված գիտեք նաև անկախ դիտորդի ուրեմն տարբեր մտահոգություններ եւ քննարկումներ եւ մեծ դժգոհություն կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքներից ես հիշում եմ որ այդ օրը հունիսի 14-ին անգամ ձեր падգամավորը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր իր մտահոգությունները հայտնում ԿՀ-ի դժգոհությունները աշխատանքի հետ կապված Ինչ վերաբերում է 3 ընտրատեղամասերին Ես այդ 3 ընտրատեղամասերի հետ կապված խնդիրներին ծանոթացել եմ հենց նույն ընդդիմադիրների տեսա ուղերձներից, բողոքներից եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ ըստ երևույթին գնացել է այդ խնդիրների հետևից, ասել է շատ լավ, ճիշտ եք ասում, այստեղ կա խնդիր, այսպես չպետք է լիներ։ Եվ այդ քվեները ողջ, հա, այդ 3 ընտրատեղամասերի քվեները համարել են ուրեմն անճշտություն։ Մենք ունենք շուրջ 3800 թե որքան ձայն է եղել 3 ընտրատեղամասերում եւ մենք բացի այդ 3 ընտրատեղամասերը ունենք եւս 900-ի մոտ անճշտություններ գումարվել է իրար եւ այս անճշտությունները բանաձևով բաշխվում է նաեւ բոլոր ուրեմն կուսակցությունների ձայների վրա այսինքն որևէ մի կուսակցության ձայն չի զրոյացվել կենտրոնական դրական հանձնաժողովը գործել է ինչպես իրեն վերապահված է օրենքով իր շրջանակներում է գործել եւ ես չեմ հասկանում իրենց մտահոգությունը Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ որևէ ուժ այսօր ՍԴ դիմաց չի խոսել ընտրակեղծարարությունների մասին, չի խոսել քվեարկությունների որևէ զեղծարարությունների մասին, երբ որ ուրեմն ընտրակաշարքի հետ կապված նրանք ընդհակառակը հանրապետության դիմումը հենց շատ լավ նրանք բարձրաձայնել են ընտրատեղամասերը փակվելուց րոպեներ անց, որ այս բարձր մասնակցությունը ուղիղ իրենց հաղթանակ է նշանակում եւ որ սպասում են վերջ արդեն հաշվարկին, որպեսզի տոնեն իրենց հաղթանակը։ Հետո տեսան, որ այդ 1.5 միլիոնը խաբել են իրենց, ինչպես ասեց Սամվել Կարապետյանը գցել են իրենց գումարը երևի որոշները վերցրել են չեն ընտրել իրենց եւ արդեն ասին վերջ ուրեմն ընտրակեղծարարություն է եղել սա ծիծաղելի է որովհետեւ մենք տեսել ենք թե այդ նույն ուժերը ոնց են 100,000-ներով ընտրակաշարք բաժանում մենք միջև այսօր ընտրությունից քանի օր է անցել մենք դեռ լսում ենք հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները նոր իրենց շտաբների այդ ընտրակեղծարարությունների կաշառքի բաժանման այդ ձայնագրությունները օրինական կերպով արված եւ դեռ մի բան էլ իրենք են փորձում այսպես բան անել հողորտալ թե մենք ենք ընտրակեղծարարությամբ զբաղվել քաղաքացիները գիտեն ով է զբաղվել եթե շենքում մեկը ընտրակաշառք է վերցրել վստահ եղեք շենքը բոլոր գիտեն թաղը գիտի համայնքը գիտի Այս ամեն ինչ այնքան պարզա բոլորի համար թե ոնց է եղել ով է ընտրակաշառք բաժանել եւ քաղաքացիական պայմանագիրը ոնց է իր քվեները օրինական կերպով հավաքել, հենց որ մենք որևէ մտահոգություն չունենք այս մասում։ Ընտրակաշառքի հետ կապված գիտենք, որ ընտրություններից հետո ընտրակաշառքի հետ կապված հոդվածներում խստացումներ, նոր օրենսդրական նախաձեռնություններ պատգամավորների կողմից, թե ովքեր իրավունք ունեն մասնակցելու քվեարկության, գիտեք նաև այս նախաձեռնության հետ կապված, երեկ էլ օրինակ Հայ ազգային կոնգրեսն էր հայտարարություն տարածել, ասում էր, որ սա նպատակ ունի, ուրեմն ամեն կերպ
ուրեմն սահմանադրական հանրակրվեի հետ կապված խնդիրներ ստեղծելու եւ այլն, ուրեմն միասնության կոչեր անում ընդդիմադիր այդ հատվածին, ձեր հեռահար նպատակներն էր փորձում բացահայտել Հայ ազգային կոնգրեսը։ Հայ ազգային կոնգրեսը կլինի թե որևէ մեկը, ես կարծում եմ, այդ մարդիկ պետք է նախ մտածեն, թե ինչու իրենք 0 չգիտեմ ինչքան ձայն են հավաքել ընդամենը, այսինքն այսպես մի հատ բան էլի զուգահեռ անցկացնեմ։ 3200 ձայն։ Այն ուժերը, որոնք նման բաներից են խոսում, նախ թող հասկանան, որ իրենք այնքան ձայն են ողջ հանրապետությունում հավաքել 1 ամիս քարոզարշավից հետո, որքան ենթադրենք Նիկոլ Փաշինյանի մի հրապարակումը մի քանի վայրկյանում լայք է հավաքում կամ կիսում է հավաքում, այսինքն բան է, հավանություն է արժանանում նրա որևէ պոստ, որևէ քաղաքացու կողմից։ Դրա համար թող իրենք կարծում եմ իրավունք չունեն միլիոնավոր քաղաքացիների անունից խոսեն, երբ որ հավաքել են շուրջ 3000 ձայն։ Դրա համար չեմ ուզում այս մարդկանց մեկնաբանել անգամ։ Դե բայց կոչը ուրեմն տեսեք իշխանությունը նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություն, որով հանրակրվեների եւ ազգային ժողովի ընտրություններին կկարողանան մասնակցել միայն վերջին 1 տարում Հայաստանում մշտապես բնակված քաղաքացիները։ Փաստորեն կարծում է, որ այդ քայլը նպատակ ունի ընտրական ցուցակներից դուրս թողնել շուրջ 500,000 քաղաքացու եւ հեշտացնել սահմանադրական փոփոխությունների անցկացումը։ Բառացի մեջ բերեցի ուրեմն նրանց հայտարարությունից։ Որպես նաև այս օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այս նախաձեռնությունը ծնվել է նույն քաղաքացիների պահանջով։ Ավելի շուտ էին ասում պիտի անեիք այս փոփոխությունները մինչև հունիսի 7-ը եւ որ ըստ էության քաղաքացիական պայմանագիրը ուշացրեց։ Խաղի կանոնները այդ պահին չփոխեցինք եւ գնացինք այս ճանապարհով։ Հիմա ենք փոխում խնդիրը, որը բարձրաձայնվել է քաղաքացիների կողմից, ինչ խնդիր կա այդտեղ։ Մենք որևէ նման հաշվարկ չունենք եւ փաստ չէ, որ նույն եթե որոշ մարդիկ պետք է դուրս մնան այս կարգավորման շրջանակից, այդ որոշ մարդիկ նաև մեր ընտրողներն են, մենք այն ֆիլտրն ենք դնում, որ մարդը, որը կապված է Հայաստանի Հանրապետության հետ, որը ընտրության արդյունքում իր վրա է կրելու նաև իշխանությունների գործունեությունը, հա, հարկային քաղաքականություն կլինի, որևէ այլ քաղաքականություն կլինի, այդ մարդիկ իրավունք ունեն ընտրել։ Սա ուղիղ պահանջ է մեր քաղաքացիներից, որը մենք դարձրել ենք նախագիծ եւ որը կքննարկենք առաջիկայում ժամկետների հետ կապված դեռ մենք աշխատանքային այսպես process-ում ենք եւ միգուցե այս ժամկետները եւս որոշակի փոփոխվեն, որպեսզի որևէ քաղաքացի դուրս չմնա կարգավորումից, նաեւ շատ են շահարկում, որ մարդը գնում է բուժման համար, մարդը գնում է ուսում ստանալու համար, ես ուզում եմ ասել, որ անգամ նախնական նախագծում ներառված է նաեւ այս մարդիկ, որ կրթության, առողջության հետ կապված, հա, որևէ խնդրի բերումով արտերկրում գտնվող մարդը այս կարգավորումներին չի ենթարկվում, այսինքն մնում է ընտրող։ Դեռ աշխատանքային process-ում է, սրա մասին կարծում եմ առաջիկայում կկարողանանք ավելի հիմնավոր անդրադառնալ։ Լավ, Տիկին Հակոբյան, նույն այս փոփոխությունները, քանի որ դուք նշում եք քաղաքացիների պահանջով էր, ավելի վաղ հնարավոր չէր ուրեմն կատարել, գիտեք ինչ եմ հարցնում, որտեղ նույն ընտրակաշառքի հայտարարությունները հակակոռուպցիոնի, որ այսօր էլ դեռ շարունակվում են, օրինակ Երևանը Հայաստան դաշինքի հետ էր կապված։ Մենք հունվարից հետո արտաքին հետախուզության ծառայության զեկույցներն ենք միասին քննարկել, վտանգների մասին ենք խոսել։ Ինչ էիք անում այդ ընթացքում, ինչու չարեցիք այս փոփոխությունները, շատ ավելի պատրաստ լինելով, ուրեմն նույն այդ հիբրիդային հարձակումներին խոսել են, քննարկել են, Եվրամիությունը աջակցություն է տրամադրել, այս մասով փորձել եք աշխատանք տանել։ Օրենսդրական փոփոխություններով արդյոք հնարավոր չէր այնպիսի աշխատանք իրականացնել, որն էլ կնպաստեր ավելի այլ ուրեմն խորհրդարան ունենալու։ Ձեր պատգամավորներից մեկը ասում էր, սա ավելի խայտառակ խորհրդարան է լինելու, քան այն ինչ որ այսօր կա ընդդիմությանը նկատի։ Պատասխանեմ հարցին ինչ էինք մենք անում, նոր դուք թվարկեցիք ինչ էինք անում։ Մեր արտաքին հետախուզության ծառայությունը, որովհետև մեր իշխանության օրոք ստեղծված արձանագրել է խնդիրը, մենք Եվրամիության հետ ենք համագործակցում
արձակցել, գործիքակազմից ենք օգտվել եւ կարծում եմ կարողացել ենք պայքարել դրա դեմ, բայց չես կարող պատկերացնել, որ կարող ես 100%-ով պայքարել։ Այն թե դրսից բերել քվեարկելու հետ կապված մասին անդրադառնամ, մեզ նաեւ այդ նույն քաղաքացիները, որոնք ձեզ են բարձրաձայնում, որոնք մեր շրջապատն են, հա, մեր ծանոթները, մեզ եւս ասել էին խնդրի մասին, բայց պատկերացնել, որ այսպես լայնամասշտաբ կլինի այդ ազդեցությունը, հեշտ չէր հավատալ եւ միգուցե մենք չենք պատկերացրել, հենց դրա բերումով էլ օրինակ նույն ուժեղ Հայաստանը հավաքել է այսքան ձայն, իրականում նրանք անգամ անցողիկ շեմը հաղթարելու խնդիր պետք է ունենային տարբեր հարցումների բերումով, բայց կարողացան դառնալ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, ինչը եւս ինձ համար այսպես ամենահաճելին իրադարձություններից չէ, որովհետև նրանք դառնում են իշխանության մաս, ունենում են հասանելիություն տարբեր գաղտնի, ուրեմն փաստաթղթերի գաղտնիության թույլտվություն են ունենում, Հայաստան են ներկայացնում միջազգային հարթակներում եւ այլն դառնում են իշխանություն եւ ինձ համար գոնե վտանգավոր է նման մարտիկ ունենալ այս կարևոր պաշտոններին։ Այս պայքարը շարունակվելու է եւ ի վերջո վստահ եմ, որ այսպես մաքրվելով Հայաստանի քաղաքական դաշտը մաքրվելու է օտարերկրյա ազդեցությունների ներքո գտնվող մարդկանցից։ Տեսեք, այս առումով հետաքրքիր է նաև Ռուսաստանից հնչող ուրեմն հայտարարություններ ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո, գիտեք, շնորհավորանքը չկա, կարծեք թե չեն էլ պատրաստվում շնորհավորել, եթե սկզբում ասում էին առաջին շնորհավորողներից մեկը Վլադիմիր Պուտինը կլինի, հիմա կարծեք թե ուրեմն դա էլ է գնալով, հա, չեզոքանում, ու հիմա Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն է նոր հայտարարություն անում, Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակը դիտարկում է որպես Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորների վրա հարձակման փորձ, մենք տեսնում ենք կանոնների վրա հիմնված կարգի կողմնակիցների կողմից անընդհատ փորձեր հարձակվելու այդ ինտեգրացիոն միավորների վրա, որոնցում մեր երկիրն անմիջականորեն մասնակցում է միաժամանակ, նրանք առաջ են մղում այն պատրանքային գաղափարը, որ դարեր շարունակող կողքի ապրած եւ միշտ միմյանց օգնած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը կարող է վերանայվել, ասել է Ուշակովը իր հարցազրույցում։ Չեն հանգստանում, շարունակում են հայտարարությունները, երեք Մարիա Զախարովային էլ ուրեմն որոշ հարցեր ուղղեցին Ուշակովը իդեպ նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Մոսկվա հնարավոր այցին, ասել է, որ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն այդ մասով չկա։ Շնորհավորանքի մասով սա դիվանագիտական ուրեմն շրջանակներում քաղաքավարության ժեստ է, երկրները միմյանց շնորհավորում են, հատկապես այն դեպքում, երբ սեփական դիտարկողները, հա, ընտրությունները տվել են դրական ուրեմն եզրակացություն, այսինքն որ ընտրություններն անցել են օրինական կերպով եւ ուղղակի որոշ լիդերներ սպասում են վերջնական արդյունքին ընտրությանը, դեռևս գիտեք, որ Սահմանադրական դատարանի պրոցեսները կան եւ օգոստոսին նաև ֆորմալ վարչապետի ընտրության նշանակման պրոցեսը կա, միգուցե Պուտինը սպասում է այս վերջնական ուրեմն արձանագրմանը եւ վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը շարունակելու է աշխատել Հայաստանում օրինական կերպով ընտրված ղեկավարության հետ եւ սա միանշանակ է, իսկ թե երբ կշնորհավորի դա այդքան էլ կարեւոր չէ։ Բայց կշնորհավորի կարծում եք Տիկին Հակոբյան։ Վստահաբար, իհարկե։ Նաեւ չի ասել, որ չեմ շնորհավորելու, չի ասել, որ չեմ ընդունում։ Գուցե սպասում է Սահմանադրական դատարանի վերջնական որոշմանը հայտարարությանը։ Դե իրենք էլ հայտարարել են, որ դեռևս պրոցեսներ կա, գիտեք, դեռևս Սահմանադրական դատարան տարբեր պրոցեսներ կա, այսինքն իրենք չեն ասել, որ չենք ընդունում, չենք շնորհավորում, ասել են, որ վերջնական ուրեմն արձանագրմանն են սպասում։ Տարբեր հայտարարությունների հետ կապված նույն տարածաշրջանում ապրող երկու երկրներ երևի նկատի են ունեցել Հայաստանին եւ Ադրբեջանին։ Մենք մեծ ջանք ենք ներդրել, որում նաեւ այդ ջանքերի մեջ առկա է նաեւ Ռուսաստանի Դաշնության ջանքը, եկեք հիշենք, թե քանի հանդիպումներ են սկզբում կազմակերպվում հենց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ եւ Ռուսաստանի որևէ քաղաքում, եւ մենք սա էլ ենք կարեւորում եւ ամբողջ աշխարհի ներգրավմամբ մենք կարողացել ենք հասնենք մի հանգրվանի, երբ մենք
եւ Ադրբեջանը երկու հարևան երկրներ արդեն ուղիղ բանակցում ենք, հանդիպում ենք, մեր կնճռոտ հարցերը սեղանին են դրված, դրանք փորձում ենք լուծել, խաղաղության համաձայնագիր ունենք նախաստորագրած, միասին տնտեսական որևէ համագործակցություն արդեն ունենք, սա շատ մեծ պրոգրես է երկու հարևան երկրների հարաբերություններում, Բայց դե տեսակ դիմել է ուրեմն բողոքի նոտ այր հղել մարդու իրավունքների եվրոպական դատարան Բաքուն Հայաստանի օպտին որոշման կապակցությամբ։ Դե տեսեք, սա Հայաստանի ուղիղ դեմ չէ, սա միջազգային կառույց է հղել եւ ինքն էլ իր դիտարկումներն ունի, այնպես որ մենք սրա մեջ, այսպես ասած, ուղիղ կողմ չենք, էլի, այլ բան, որ այդ որոշումը իօգուտ Հայաստանի է, բայց միեդ են դիմել, մենք նաեւ գիտենք, որ Եվրամիության հետ կապված հա որևէ բանաձևի հետ կապված էլի դժգոհություններ հայտնել Ադրբեջանը, ստեղ մենք ուղիղ կողմ չենք եւ մեզ չէ ուղված որևէ միջազգային կառույցի որևէ որոշում։ Ինչ է ուզում ասել, որ հայ-ռուսական հարաբերություններին ինչ է այս առումով սպասվում։ Տեսեք, առաջին ծիրանը խորհրդանշական խմբականակը հասավ Եվրամիություն, Մարտակոսն է հայտարարություն տարածել, ըստ էության գիտեք նաև ինչպիսի ճնշումների ենթարկվեց հայկական կողմը, ուրեմն ռուսական կողմից, մինչև հիմա էլ ասում են պիտի դնեք հարցը, այսպես ասած, հանրակրվեի, բարձելու ձեր հասարակության մեջ տրամադրություններ, փաստորեն նրանք չեն պատկերացնում դեռ ինչպիսի իրական տրամադրություններ կան։ Տեսեք, մենք մինչև 22 թվականը, մինչև ջերմուկի վրա հարձակման դեպքերը, մենք մշտապես վստահ ենք եղել, որ Հայաստանի Հանրապետությունը ունի այն վստահելի ռազմավարական գործընկերը, որը ցանկացած պահի ինչպես փաստաթղթերում է աջակցելու է իրեն, նաև կառույցը, հա, ՀԱՊԿ-ն, նաև տնտեսական կառույցը, հա, ապրանքները չեն մնա, եւ այլն, այսինքն վստահել ենք այն փաստաթղթերին, որոնք վավերացված են բազմակողմ կամ երկկողմ Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն այնպես է ստացվել, որ մենք բախվել ենք այն խնդրին, որոնց բախվել ենք, նորից չթվարկեմ, հա, դեպքերը, սկսած ջերմուկի հարձակումից մինչև օրերս մեր տնտեսական որոշ սանկցիաները մեր տնտեսվարողների վրա եւ ստիպված այլընտրանք ենք մանեկել։ Դուք գիշեք Եվրամիության խաղապահ առաքելության տեղակայումը, սա լավորից չէր, չէ, որ մենք դիմեցինք այս քայլին, բայց պահպանեցինք ուրեմն կայունություն սահմանին եւ նաեւ խնայեցինք մեր զինվորների կյանքը, պահպանեցինք։ Լավորից չէ նաեւ, որ մենք էլի դիմեցինք կամ Եվրամիությունը արձագանքեց իրողություններին եւ այո, հայկական ծիրանը Եվրամիություն է մտնում, հայկական վարդերը այստեղ աճացրած ամենամեծ ուրեմն ծաղկի շուկա են մտնում եւ ի վերջո Հայաստանում նույնպես ծաղիկները այս օրերին բավականին աճել դարձան, բոլորին ծաղիկ են նվիրում։ Դե լավ կլիներ, որ այդ խնդրին չբախվեին եւ գիտեք, որ նաեւ կառավարությունը հրատապ աջակցության ծրագրեր մշակեց եւ կանգնեց մեր քաղաքացիների թիկունքին եւ ուզում եմ ասել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները այո որ տրանսֆորմացիայի են ենթարկվում, սա միանշանակ է, սա որքանով է ձեռնտու Ռուսաստանի Դաշնությանը, սա որքանով է ձեռնտու Հայաստանի Հանրապետությունը, ամեն երկիր իր մասով կարող է եզրակացություններ անել։ Ես որպես Հայաստան-Ռուսաստան միջպառլամենտական այդ խմբի անդամ իմ աչքերով 21 թվականից մինչև այսօր տեսնում եմ այդ տրանսֆորմացիան եւ շատ դրական եմ գնահատում մեր հարաբերությունների տրանսֆորմացիան, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը այդ միակ հնարավորությունը լինելուց վերածվել է որևէ մի գործընկերոջ այլընտրանքային, որը Հայաստանը կարող է ընտրել, չգիտեմ, ատոմակայան կառուցելիս, ապրանքներ արտահանելիս, տարբեր դեպքերում։ Այսպես, գիտեք, որ նաև շատ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան կապված Թուրքիայի հետ, գիտեք, որ այդ Կարս ախրքալակերկատ գիծն է այսու հետ Հայաստանի համար օգտագործվում, մենք այլընտրանքային որպես ճանապարհ ունենք նաև Ադրբեջանի միջոցով ներկրումներ, արտահանումներ իրականացնելու հնարավորություն, սա շատ մեծ պրոգրես է եւ պետք չէ սրա վրա աչք փակել եւ շատ լավ կլինի, որ մեր բարեկամ եղբայրական պետության ղեկավարությունը եւս նկատի այս դրական տեղաշարժը տարածաշրջանում եւ կանգնի իր փոքր եղբոր կամ ժամանակին միության շրջանակում գտնվող երկու երկրների այս հարաբերությունների կարգավորման կողքին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։
Առաջինի տաղավարում զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։